Պարոն Ասլանյան, արդեն որոշում կա վաղը դատախազը գալու է խորհրդարան, որպեսզի Հովիկ Աղազարյանին ձեր գործընկերոջը զրկի անձեռնմխելիությունից քրեական վարույթ սկսելու համար։ Ինչ եք կարծում, սա ինչ ավարտ կունենա, որովհետև ըստ տեղեկությունների նաև հաջորդը լինելու է Աղազարյանի կալանավորման հարցը։ Շնորհակալություն։ Նախ ասեմ, որ ես ինքս կողմ եմ, ինչու, որովհետև ես ինքս ուզում եմ, որ ամեն մի ճշմարտություն բացահայտվի։ Եթե ամեն ինչ գնա այն հունով, որ իսկապես խոսքը գնա ճշմարտությունը բացահայտելուն, ես գիտեմ, որ պարոն Աղազարյանը այն բոլոր մեղքերի մեջ, որ մեղադրվում է, մեղավոր չէ։ Կաշառք չի վերցրել, այսինքն որևէ գործարքի մեջ չի եղել Աղազարյանը, ու սա շինծու գործ է, պարոն Ասլանյան։ Այո, որովհետև շուրջ 8 տարի առաջ 8 տարի համարյա թե ճանաչում եմ ես Աղազարյանին եւ հնարավոր չէր, որ ես գոնե որևէ բան չնկատեի եւ հետո գիտեք ինչ կա կաշառք վերցնելը ու կաշառք տալը ուրեմն նաև հոգեբանություն է, որ Աղազարյանի մոտ չկա եւ այստեղ նաև իրավական շատ կարեւոր սխալ է կատարվում հայտարարության հիմքի վրա մարդու հայտարարության հիմքի վրա քրեական գործ են կարում չի կարելի Դուք ինչ հիմնավոր բաներ ունեք, բացի նրանից, որ ինչ որ մարդիկ հայտարարություն են, իսկ եթե վաղը պարզվի, որ այդ տվյալ մարդիկ կեղծ վկայություն են տվել, դուք նրանց դատելու եք, թե ասել եք դե լավ, ոչինչ սխալվել է։ Իսկ որտեղ սխալվեց պարոն Աղազարյանը, պարոն Ասլանյան, վերլուծել եք, հասկացել եք, ինչու իշխանությունները սկսեցին հետապնդել Աղազարյանին։ Ոչ միայն Աղազարյանին Ձեզ նաև, դե ձեզ հեռացրեցին նաև խմբակցությունից։ Այո, որտեղից։ Որտեղ է ձեր սխալը։ Մեր սխալը երևի թե տարիների ընթացքում կուտակված այն ամբողջն էր, որ տարբեր առիթներով մենք դուրս էինք գալիս այն պրոցեսի դեմ, որը գնում էր։ Եվ ո՞րն էր այդ Այսինքն դեմ էիք խոսում իշխանությանը Փաշինյանին էիք քննադատում, ներսում էիք ինչ-որ քննադատական խոսք ասում։ Շատ հաճախ եղել է, որ ներսում մենք կողմ չենք եղել որևէ հարցին, դեմ ենք քվեարկել, բայց հետո ստիպած ենք եղել կողմ լիագումար նիստերում քվեարկել եւ դա կուտակվել է երկկողմանի ձևով եւ մեր մեջ, որ օրինակ մեկը ես ինչ շատ վատ եմ զգացել, որ եթե ես այդ գաղափարը չեմ ընդունում, ու այնտեղ ես կնոպկաս սեղմող չեմ, 1, 2, 3 արդեն չես կարողանում։ Ի տարբերություն Աղազարյանի ես մի քիչ ավելի քիչ եմ խոսել, որովհետեւ ես մի քիչ ուրիշ բնույթի եմ Եվ ստացվել է այնպես, բայց այնինչ ես ասել եմ, ես մի քանի անգամ ասել եմ, այնինչ ես ասել եմ, շատ հստակ է եղել։ Օրինակ վերլուծություններ եմ տվել ես մի դեպքում, թե վերջին 100 տարվա մեջ իշխանության ինչպես են եկել, ինչպես են հեռացել։ Մի խոսքով իմ խոսույթը վերլուծական է եղել, որը դուր չի եկել իրենց։ Իսկ որ ասում եք օրինակ եղել է կոճակ եք սեղմել, բայց ոչ ձեր կամքով, այսինքն ձեզ ներսում ստիպել են ԿՊ-ի ներսում ստիպել են, ասում են պետք է ենթարկվեք իրենց որոշումներին։ Կուսակցությունը եւ խմբակցությունը ունի իր կանոնադրությունը եւ այնտեղ հստակ գրված է, որ եթե խմբակցությունը մեծամասնությունը կողմ է քվեարկում, անկախ նրանից դու կողմ ես թե դեմ ես, դու պետք է կողմ քվեարկես լիագումար նիստի ժամանակ։ Այդպես է ընդունված եւ այնտեղ դեմ լինելով, այստեղ կողմ են քվեարկել։ Պարոն Ասլանյան, իսկ ինչն եք շատ քննադատել, օրինակ Փաշինյանին եք քննադատել, իր վարած քաղաքականությունը, օրինակ խաղաղության պայմանագրի հետ կապված Աղազարյանն ասեց, որ միշտ ասել է, որ այսպես խաղաղության պայմանագրի չեն գնա։ Ինչն եք շատ քննադատել ու թիրախավորվել դրանից հետո։
Առաջին հերթին կադրային քաղաքականությունը։ Ես կադրային քաղաքականության վերաբերյալ հարցը բարձրացրել եմ առնվազն մի 2.5 տարի առաջ։ Որ կադրերը ձեզ դուր չեն գալիս կառավարության։ Ընդհանրապես երկրում վարվող կադրային քաղաքականությունը, այն կադրային քաղաքականությունը, որտեղ գրեթե անհասկանալի քաոս էր տիրում, եւ հիմա էլ է քաոս տիրում։ Պաշտոնների են հայտնվում մարդիկ, ովքեր ոչ պրոֆեսիոնալ են, պաշտոնների են հայտնվում մարդիկ, ովքեր տարբեր տեսակի կեղտոտ ճանապարհներ են անցել, այսինքն հեռացումը հեղափոխական սկզբունքներից, այն սկզբունքներից, որով ժողովուրդը հավատացած լինելով, որ դրանք իրականացվեն, գնաց եւ ձայնը տվեց ՔՊ-ին, բայց բանից պարզվեց, որ ՔՊ-ն շատ հանգիստ ձևով հեղափոխական այդ ամբողջ արժե համակարգից շեղվեց։ Մենք, պարոն Աղազարյանը եւ ես, չենք շեղվել, փորձել ենք ասել, ինչի մասին է խոսքը, ես կարծեմ մի առիթով ասել եմ դրա մասին, երբ շուրջ 2 տարուց ավել ժամանակահատվածում ես խնդրեցի վարչապետին, որ ինձ ընդունի, մեր խոսակցության ժամանակ մեխը հենց կադրային քաղաքականությունն էր, որ ես նույնիսկ վարչապետին առաջարկեցի։ Ընդունեց ձեզ այս։ Այո, վարչապետին ես այդ ժամանակ առաջարկեցի հետևյալը, չգիտեմ ինչպես կհասկացվի ժողովրդի կողմից, ասացի, որ ինչ վիճակ է, եւ ես ասացի պատրաստ եմ առանց վարչատրության, հասարակական գծով այսպես կոչված, հասարակական հիմունքներով, որպես խորհրդական աշխատել։ Եվ Փաշինյանը, պարոն Փաշինյանը մի հետաքրքիր բան ասաց, պարոն Ասլան, ձեր ստատուսը իմուց բարձր է, դուք եք ինձ ընտրում։ Ես զարմացա ուղղակի, ինչ կապ ուներ ստատուսը հասարակական հիմունքներով բանի հետ, եւ ես պատրաստ էի ձրի աշխատելու, խորհուրդներ տալու, որպեսզի այն ինչ որ կատարվում էր, չկատարվի։ Պարոն Ասլանյան, իսկ տեսնելով Աղազարյանի ճակատագիրը, հա, ճակերտների մեջ ասած, սա ձեզ սպառնում է, ինչ եք կարծում, կարող է հաջորդը դուք եք ում կզրկեն անձեռնմխելիությունից, ինչ որ մութ գործեր կբացահայտեն։ Ես հստակ կարող եմ ասել, մի արդյոք ասել եմ, ես օտիդոմ մաքուր եմ, իմ 55 տարվա աշխատանքային գործնեության ընթացքում, նույնիսկ սովետի ժամանակ, եթե գտնվի մեկը, որ ասի պարոն Ասլանյանին կաշառք եմ տվել, կամ գտնվի մեկը, որ ասի պարոն Ասլանյանից կաշառք եմ ընդունել, ես ուղղակի չգիտեմ ինչ կասեմ այդ մարդուն, ես այնքան մաքուր եմ պահել իմ կենսագրությունը, որ ուղղակի ես մի անգամ ՔՊ-ական պատգամավորների ներսում նորից այս սրա վերաբերյալ բացահայտ ասի հերիք չի ամեն տեսակի բարախլոյի բերեք կառավարություն, իշխանություն, կառավարություն ներողություն չէ, իշխանության, ինձ հակադարձեցին, թե պարոն Ասլան, որտեղից այդքան մաքուր մարդ գտնենք, ասի կարող եք գտնել, օրինակ ես մեկին ճանաչում եմ, ասի նով է դա, ասի ես, ասել եմ ես, ու եթե Հայաստանի Հանրապետությունում չէ, ամբողջ աշխարհում, հայության մեջ, արտասահմանից սկսած գտնվի մեկը, թող հետաքրքրվեն, թե ուսանողության շրջանում եւ այլն, ես որպեսի փող չտամ եւ փողով չընդունվեմ ինստիտուտ, 10 տարի պայքարել եմ։ Դպրոցը լավագույն ձևով ավարտելուց հետո 10 տարի պայքարել եմ, որ ընդունվեմ եւ ասել եմ, եթե ես փողով ընդունվեմ, ուրեմն փող պետքա վերցնեմ, որ տվածս փողը դուրս անեմ։ Իսկ Աղազարյանի այս դեպքերից հետո դուք ավելի զուսպ եք լինելու, ավելի, չգիտեմ, քննադատությունը ավելի քիչ եք անելու իշխանություններին, սա հետևություն է լինելու նաեւ։ Կներեք, ավելի շատ եմ անելու, որովհետև ես համոզված եմ,
այդ դեպքերը երբ որ սկսեցին զարգանալ, այն ժամանակ էլ ես ասացի, ես Կոնջորյանին հստակ ասացի, որ ես չեմ ուզում 1 ամիս մասնակցել ոչ խմբակցության նիստերին, ոչ էլ նախաձեռնող նիստերին, ես ուզում եմ հասկանալ, որովհետև այս բառն էլ օգտագործեցի, ես շոկի մեջ եմ, այնինչ ես գիտեմ եւ այնինչ դուք ինձ ներկայացնում եք չի համապատասխանում, ես ուզում եմ ինքս հասնել ճշմարտության եւ առաջարկ արեցի նույնիսկ, որ եկեք մի խումբ ստեղծենք, նախ ներսում մենք ճշտենք, այդ մարդը մեղավոր է թե ոչ, հետո նոր այդ բոլորը հանենք։ Ասացին ոչ, պարոն Ասլան, մեղավոր է, պետք է վերջացավ գնաց։ Ես էլ ասի մեղավոր չի, դրա համար ես գնացի եւ հայտարարություն տվի, որ 1 ամսով ինքս դադարեցնում եմ խմբակցության նիստերի դա իրենց գործն է։ Եվ պարոն Ասլանյան, քանի որ դուք ներսում եղել եք ՔՊԻ, անընդհատ քննարկումներ եղել է, հա, խաղաղության պայմանագրի գնալու հարցի հետ կապված, որ Ադրբեջանը մենք պատրաստ ենք արդեն ստորագրման, Ադրբեջանին են սպասում եւ այլն։ Ի վերջո այդ խաղաղության պայմանագիրը ռեալ է, դուք տեսնում եք դա իրականություն դառնալու է։ Ես կասկածում եմ, խաղաղության պայքարին ոչ թե մենք պետք է պատրաստ լինենք, այլ Ադրբեջանը։ Մենք միշտ էլ պատրաստ ենք եղել, ուրեմն մենք չենք կարել այն, որ Ադրբեջանը պատրաստ լինի խաղաղությանը։ Քանի դեռ Ադրբեջանը մատ թափ տալով է խոսում, Ադրբեջանը մատ թափ տալով, ես ուրիշ բան չեմ ասում, Ադրբեջանը քանի դեռ մատ թափ տալով է խոսում, նա չի կնքի խաղաղության պայմանագիր։ Ես դա ասել եմ 2 տարի առաջ։ Երբ որ նոր խոսակցություններ էր բացվում 2-2.5 տարի առաջ, ասել եմ խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը պարտադրում են։ Իսկ իշխանության ներսում վստահ են, որ կլինի այդ խաղաղության պայմանագիրը, այդ փաստաթուղթը կլինի վերջո համաձայնագիրը։ Ես չգիտեմ իշխանության ներսում ինչ է անում, ես իմն եմ ասում, օրինակի համար ես հիմա գաղափարներ ունեմ եւ այդ գաղափարները ավելի շատ էին, ցավում եմ, որ ես չկարողացա հասնել այն իմ երազած վիճակին, որ 1-2 տարում հայոց աշխարհը այնպիսի ուժ հավաքեր, որ ինքը մատ թափ տար Ադրբեջանի գլխին, առանց վախենալու։ Ես չեմ սիրում, որ մարդը վախենում է։ Գիտեք, վախը մարդկային կորստի 3 կարևոր գործոններից մեկն է։ 3 բան է կորցնում մարդուն. փողը, իշխանությունը եւ վախը։ Շնորհակալ ենք, պարոն Ասլանյան, մեր հարցերին պատասխանելու համար։ Խնդրեմ։